Այսօր որոշել եմ ներկայացնել հայոց հնագույն մայրաքաղաքների մասին հետաքրքիր փաստեր։ Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք, դրանք են Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Կարց, Շիրակավան, Անի և Երևան։ Այսօր կներկայացնեմ Վան, Արտաշատ, Երվանդաշատ, Տիգրանակերտ մայրաքաղաքների մասին։ Վանը եղել է Հայաստանի առաջին մայրաքաղաքը։ Վան քաղաքը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Սարտուրի առաջինը 835-ից 825 թվականներին մեր թվարկությունից առաջ։ Վանն ունեցել է տարբեր անվանումներ՝ Բիայնա, Երվանդավան, Շամիրամակերտ և այլն։ Վան քաղաքի մեջտեղում եղել է միջնաբերդը, որը պահպանել է քաղաքը և չի թողել, որ հակառակորդը գրավի։ Վանը եղել է բնությամբ հարուստ քաղաք։ Քաղաքում կան այգիներ, այն մասը, որտեղ հավաքված են եղել այգիներ, կոչվել է Այգեստան, և ասում են, որ Շամիրամ թագուհին կառուցել է իր ամառանոցը այդտեղ։ Վանում է գտնվում նաև Վանա լիճը։ Լճում կան տարբեր ձկներ, դրանցից ամենահայտնին Վանա տառեխն է։ Կա նաև Վանա կատու, որի ականջների և պոչի ծայրը մուգ է, իսկ մարմինը սպիտակ։ Ասում են, որ կատուն մուգ է եղել, և երբ մտել է Վանա լիճը, պոչի և ականջի ծայրերը մնացել են դրսում։ Ջրից դուրս գալուց հետո նա դարձել է սպիտակ, իսկ ջրից դուրս մնացած մասը մնացել է մուգ գույնի, քանի որ Վանա լճի մեջ կա շատ սոդա։ Վանա լճի կղզիներից մեկի աղթամար կղզու վրա է գտնվում Աղթամար եկեղեցին։ Դա Արևմտյան Հայաստանի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկն է, և դա միակ եկեղեցին է, որը գտնվում է Վանում, և թուրքերը չեն դարձրել մզկիթ։ Արտաշատ մայրաքաղաք։ Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես առաջին արքան։ Հիմնադրման հավանական տարեթիվն է մեր թվարկությունից առաջ 189 թիվ։ Պատմիչների վկայությամբ քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում։ Տեղանքի ընտրությունը Պլուտարքոսը վերագրում է Կարթագենի աշխարհահռչակ զորավար Հաննիբալին։ Քաղաքը հայկական Կարթագեն էին անվանում ժամանակակիցները։ Եղել է խոշորագույն և գեղեցկագույն բնակավայր։ Արտաշեսը քաղաքը շրջափակում է հսկայական պարիսպներով, բայց շուտով բնակավայրն այնքան է տարածվում, որ դաշտավայրով մեկ փռվում են արվարձաններն ու այգիները։ Կառուցվում են բազմաթիվ պալատներ ու տաճարներ, ինչպես նաև քաղաքի պահապանին Անահիտ աստվածուհուն նվիրված մեհյան։ Քաղաքն ուներ ջեռուցվող բաղնիքներ։ Կրակարանից ծուխը կավե խողովակներով անցնում էր բաղնիքի հատակով ու պատերով և տաքացնում դրանք։ Քաղաքի միջնաբերդը խոր վիրապի բլրի վրա էր և ուներ երկշար պարիսպ։ Այստեղ էր արքունի դղյակը, նաև նշանավոր խոր վիրապը։ Արտաշատում շրջանառվել են քաղաքային դրամներ Արտաշատ մայրաքաղաք մակագրությամբ և պահապան աստվածուհու Անահիտի պատկերով։ Դրանք հայտնաբերվել են պեղումների ժամանակ։ Գտածոն հուշում է, որ Արտաշատն ունեցել է քաղաքային ինքնավարություն։ Դարերի ընթացքում Արտաշատը երկրի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, առևտրական ու արհեստագործական կենտրոնն էր։ Քաղաքով էր անցնում հռչակավոր Մետաքսի ուղին։ Մայրաքաղաք Արտաշատում կային բազմաթիվ գործոս տներ, որոնցում պատրաստում էին զենք ու զրահ, շքեղ զգեստներ, պերճանքի առարկաներ, ոսկյա զարդեր, ապակյա անոթներ և այլն։ Արտաշատի հատուկ թաղամասում մշակվում էր որդան կարմիր ներկը։ Այժմ Արտաշատը Արարատի մարզի կենտրոն է։ Տիգրանակերտ մայրաքաղաք։ Մեր թվարկությունից առաջ 80-ական թվականներին Տիգրան Մեծի օրոք նոր մայրաքաղաք կառուցվեց Աղձնիքում, Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրդ գետի հովտում։ Տիգրանը քաղաքը շրջապատեց 25 մետր բարձրության պարիսպներով, որոնցում տեղավորված էին ախոռներ և այլ նշանակության շինություններ։ Արվարձանում արքան կառուցեց իր պալատը, շուրջը լճեր, զբոսայգիներ, որսատեղեր ու մի հզոր ամրոց։ 10-15 տարում Տիգրանակերտի բնակչության թիվը հասավ մոտ 100 հազարի, ըստ որոշ պատմաբանների՝ 300 հազարի։ Դարերի ընթացքում քաղաքը բազմիցս թալանվել է, ավերվել ու վերակառուցվել։ Արաբների կողմից նվաճվելուց հետո վերանվանվել է Դիարբեքիր և հանդիսացել արաբական ռազմական կարևոր հենակետ։ Մողոլական արշավանքից հետո Տիգրանակերտն ավերվում և վերածվում է գյուղաքաղաքի։ Այսօր էլ Թուրքիայի Ֆարկին գյուղի մոտ դեռ երևում են հին աշխարհի հռչակավոր քաղաքի Տիգրանակերտի պարիսպների ու այլ շինությունների մնացորդները։
Երվանդաշատ մայրաքաղաք։ Երվանդ վերջին արքան մեր թվարկությունից առաջ 220 թվականին քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում, Ախուրյան Նարաքսին միախառնվելու վայրում։ Երվանդ վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը։ Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը ըստ Մովսես Խորենացու Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից։ Շատ ավելի կարևոր է ռազմաքաղաքական նշանակությունը։ Երվանդը միջնաբերդն օղակում է բարձր պարիսպներով, ամրագուռ դռներով, ամրաստում քաղաքի մուտքերը մինչև բլրի հատակը անցքեր փորում, որպեսզի երկարատև պաշարման պարագայում հնարավոր լինի գետի ջրից օգտվելը։ Ճարտարապետ Թորոս Թորամանյանը նկատել է, որ շինությունների վիթխարի փորձաքարերը միացվել են լոկ երկաթյա կապերով։ Նոր մայրաքաղաքին շատ մոտ Արաքսի աջ ափին Երվանդ թագավորը կառուցում է նաև Երվանդակերտ դաստակերտը, որտեղ բնակվում էր արքայական ընտանիքը։